Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաև այն անհատներին եւ այն ծառայությունները, որ կարող են պետքական եւ օգտակար լինել մեր ավագներին, այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն Ես այսօր բացառիկ հետաքրքիր հյուր ունեմ, հյուրընկալել եմ ես Տիկին Այդա Աղաջանյանին, նա բուժական ֆիզկուլտուրայի վաստակաշատ մասնագետ է, շնորհակալ եմ Տիկին Այդա, որ ձեր բազմազբաղ ժամանակից ինձ էլ հատկացրեցիք, մեր ունկնդիրներին էլ եւ ձեր հիվանդերն էլ, որ սպասում են ձեզ, այսօր ես մի ժամը կամ կես ժամը գողացանք։ Ասացեք, խնդրեմ, մարդը իր կյանքի ընթացքում, ինչ կենսագործունեության ընթացքում, ինչ պետք է անի առողջ երկարակեցության համար, մարմնի առողջության, ֆիզիկական առողջության համար։ Ես մինչ ձեր հարցին պատասխանելը կուզենայի շնորհակալություն հայտնել այն կազմակերպությանը, այն անձին, ով նախատեսել է նման հաղորդաշար ստեղծել, որովհետև 65 եւ ավելի տարիքի հետ կապված հաղորդումներ եղել են 1-2 անգամ, որոնք անհետևանք են մնացել, ինչու որովհետև մեծահասակները մեծ երեխաներ են։ Նրանք բոլորը եղել են երիտասարդ, եղել են մանուկ, թռվռան, թիթեռնիկի նման, եղել են առույգ ոչ միայն մարմնով, այլ նաև հոգեբանորեն։ Իսկ մեծանալով մարդը տարբեր տեսակի խնդիրների լուծման ճանապարհին, օրգանիզմի ոչ ճիշտ խնամքի ճանապարհին այնքան թերություններ ա ձեռք բերում, իսկ հետագայում երբ նա արդեն 60-ն անց է, թվում է թե նրա կյանքը վերջացել է, բայց մի կասկածեք, դա նոր սկսվող կյանք է։ Դա երանելի մի շրջան է, երբ դու պատասխանատու չես երեխայի դպրոցի դվանշանների համար, բայց դու պատասխանատու ես, որ երիտասարդների կյանքը չնեղացնես, չխեղճացնես, քո ցավերով, քո վշտերով, քո հոգսերով, դու ինքդ չանես։ Եթե դու ճիշտ ես ապրել, ճիշտ ես դասիրակել քո երեխաներին, նրանք անպայման կհասկանան, որ հարկավոր է ուշադրության որոշակի հատված նվիրաբերեն ձեզ։ Եվ դա ամենաճիշտն է, երբեք մի մտածեք, որ նրանք պարտավոր են, նրանք պարտավոր չեն, նրանք պարզապես չեն կարող չանել դա։ Եվ եթե ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկի երեխան կամ աղջիկը կամ տղան կամ հարսը այնպես չեն վերաբերվում այդ հարցին, ինչպես որ իրենք կուզեն, փորձեք հարմարվել, մի պայքարեք դրա դեմ, փորձեք գտնել ճիշտ ճանապարհը։ Եվ դա ձեզ մեծ օգուտ կբերի, ոչ միայն ձեզ օգուտ կբերի, այլ նաև երկիր մոլորակում ապրող ձեր բոլոր մոտիկ եւ հարազատ մարդկանց, ինչու որտեվ երբ կհավաքվեն մորաքույրներով, հորաքույրներով, չի սկսվի բամբասանքի կամ դժգոհությունների շարանը, պարզապես կհանդիպեն մանկությունը թող հիշեն, ուրախանան, զվարճանան։ Ես 83 տարեկան եմ։ Դուք տարիքի մասին հարցը կանխեցիք, կանդրադառնանք դրան։ Տիկին Այդա, ես գիտեմ, որ դուք աշխատում եք ավագների հետ, ձեր նախաձեռնությամբ պարապում եք, երբ սկսվեց, այսպես ասենք, սպոնտան ծրագիր, ինքնաբուխ ծրագիր, ինչու որոշեցիք, որ ավագ սերնդի հետ, 70 եւ ավելի տարեկան մարդկանց հետ ֆիզիկական ակտիվության վարժանքներ անեք եւ որտեղ են այդ դասերը։ Հաճելուչի ձեզ ուղղել, բայց ես աշխատում եմ 7 ամսական երեխաների, ինչպես նաեւ 7 տարեկան երեխաների ով պոլիկլինիկայի մեր առողջական կենտրոնը Տիգրան Մեծ է կոչվում, դա իրոք բավականին լիարժեք, բավականին հագեցված, շատ խելացի մասնագետի կողմից ղեկավարվող հիմնարկություն է, որտեղ հաճախում են ոչ մենակ 70 անձերը, հաճախում են 7 ամսականները, հաճախում են 2 ամսակ։ Պատկերացրեք, եթե ծնողը քիչ թե շատ հասկանում է, նա նկատում է, որ երեխան մի ձեռքով ավելի ակտիվ է թափահարվում, քան մյուսով։ Եվ այդ դեպքում, եթե հանդիպում է նաև խելացի բժիշկի, որոնք մեզ մոտ մանկաբույժները շատ խելացի մանկաբույժներ ունենք, նրանք հասկանում են, որ եթե այս երեխան հարթաթաթ է, նա անպայման սկալիոզ կունենա միջին կամ բարձր տարիքում եւ քայլելով 2 իրար հավասար ոտքերով ցույց կտա, որ ինքը կաղ է,
որովհետև այդ ընթացքը, որ անցնում է մարդը, տարբեր տեսակի ծանր ֆիզիկական աշխատանքը, ծանր ապրումները, ստրեսները, ոչ ճիշտ սնունդը, բոլորը պատճառ են հանդիսանում, որ մարդը 65 տարեկան հասնելուց կամ արդեն չոք է չոքագնում, կամ մտածում է որտեղը խմեց, որը չխմեց, չկա նման բան։ Կարելի է ամեն ինչին մասնագիտանալ, հասկանալ, մարդիկ չգիտեն, բժիշկներ կան նույնիսկ որոշ տեղերում, որ չգիտեն, որ դեղը դա փրկություն չի։ Աղջիկներ կան, որ չգիտեն, որ միայն իրանց ձեռքերով կարող են իրանց գեղեցկությունը ել ավելի արտահայտիչ դարձնել։ Չեմ ուզում վատ բան ասած լինել մեր որոշ բժշկական բաների մասին, որտեղ այն ինչ արվում է, միայն արվում է մարդկանց լավ լինելու համար։ Եթե բժիշկը ինքը կոչված է Հիպոկրատի թիկնոցով երդվելուց հետո միայն դրական բան անելու մարդկանց համար, որոնք իրենց դիմում են, բարդ է նրանց աշխատանքը շատ ծանր։ Կան բաներ, որ դժվարությամբ են ձեռք բերվում, բայց այն ինչ ձեռք է բերվում գիտակցական մակարդակով, դա մնայուն է։ Եվ չի կարելի ասել, որ մեր հասարակության մեջ մեծ մասը այդ մասին մտածում են։ Առողջ սնունդ հասկացողությունը միայն բանավոր հնչեղ խոսք է։ Բառակապակցություն չէ, տիկին այդ դրական դառնանք, գանք ձեր օրինակի, որպես առողջ երկարակեցության, այսպես են կենթանի օրինակ, դուք ձեր տարիքը ասեք, ես գիտեմ, որ չեք խուսափում եւ ասեք, որ ինչպես եք կարողացել ֆիզիկապես առողջ, ոնց եք պահում, գուցե դուք ինքներդ ձեր կենսակերպում վարժություններ կա, որ անում եք պարտադիր կամ երբ որ մարզում եք մարդկանց, իրենց հետ դուք էլ, այ ձեր կյանքի ընթացքում եւ հիմա առօրյան ինչպես եք անում, որ 80 անցում։ Ես ծնվել եմ 43 թվականին, պատերազմի ուժեղ են վատ տարիներին։ Ապրել եմ շատ բավականին ծանր մանկություն, որտեղ 7 երեխաների մեջտեղում երեխա լինելը բավականին բարդ բան է։ Աշխատել եմ 16-17 տարեկանից եւ աշխատել եմ եւ ֆրեզի հաստոցի վրա, եւ ժամացույցի գեղարվեստական ժամացույցի գործարանում աշխատել եմ ոչ միայն այստեղ, այլ նաեւ գաղտնի ընդունվել եմ ինստիտուտներ, որովհետեւ տանը աշխատող չունեինք, մեծ քույրերը ամուսնացել էին եւ ես աշխատանքի խիստ պատկերացում ունեի, որ պիտի ես երեխաները կերակրվեն, մեծահասակ մայրը եւ հայրը ուրիշ մայրը թոշակ չէր ստանում, ընդհանրապես հայրն էլ շատ քիչ, բայց ապրել պետք էր, ինձանից փոքր երեխաներ կային, եւ ես այդ դառը դժվար մանկությունից ձեռք եմ բերել իմունիտետ, որ քանի դեռ կենթանի ես, քանի դեռ շարժվում ես, դու պիտանի ես մարդկանց, երբ պիտանի չես լինի, արդեն քո ապրելը իմաստ չունենա, հանուն հազար ներողություն եթերում եմ ասում, հանուն զուգարանի ապրել չի նշանակում, որ դուք ապրում եք։ Փորձեք օգտակար լինել, եթե ոչ ուրիշներին, գոնե ինքներդ ձեզ։ Սովորեք վարժություններ։ Փառք Աստծո, հիմա այնքան ինֆորմացիայի աղբյուրները շատ են եւ այնքան խելացի բժիշկներ կան, որոնց եթե դիմեք անպայման նրանք ձեզ կգործուղեն մեթոդիստների մոտ, կուղարկեն այնպիսի տեղեր, որտեղ Փառք Աստծո պետությունը տիրապետում է այդ հնարավորություններին, որ մարդիկ ունենան զբոսայգու ծառուղի, որի վրա գրված կլինի շնչելու ծառուղի, որտեղ նրա երկու կողմերում աճեցված կլինեն ղեկավարության կողմից հրահանգված ծառեր, որոնք թթվածին կարտադրեն մեր Հայաստանի ամենագերագույն տեղ կոչվող Երևան հատվածում, որը բավականին հարթավայրը ցածր է եւ մենք շատ հաճախ ունենում ենք շատ բարձր կեղտոտվածության օդ, որի համար եւ այսպիսի մի հարց հիմա ես տամ ձեզ, մարդը ինչքան ժամանակ կարող է քաղցած դիմանալ, չասեք օրեր կամ ինչքան ժամանակ ծարավ կդիմանա, էլի չասեք, որտեղ բոլորն էլ գիտեն, որոշակի օրերի քանակով կարող են քաղցած եւ ծարավ մնալ, բայց մեկ վայրկյան անգամ, երբ մարդու շունչը կտրվեց, նա այլևս ի վիճակի չի լինելու ապրելու։ Ուրեմն բերեք այսպես եզրահանգում կատարենք, առաջնահերթ շնչենք, շնչառական վարժություններն եք ասել։ Սովորենք ճիշտ խոսել,
որովհետև մարդիկ կան, որ իդեալական մարդիկ են, գրագետ, ակտուալ ուղեղով զարգացած ամեն ինչ, բայց այդ հասարակ շնչառությունը չգիտեն անել եւ խոսելու ընթացքում եւ չորանմակոկորտները եւ վատ են զգում, քրտնում են եւ այլը, ինչու, որովհետեւ նրանք ճիշտ չեն խոսելու ընթացքում շնչում։ Երբեմն կան մարդիկ, որ 60-ից հետո սկսում են ֆիզիկական ակտիվության խմբեր գնալ եւ ասում են, որ ես 60-ից հետո 60-ում շնչել սովորեցի եւ եկեք օգտվենք այս բացառիկ առիթից, որ դուք եթերում եք, մի քանի պարզ վարժանք, եթե կարող եք իհարկե նստած ասել, գուցե շնչառական վարժություն, մի բան, որ մարդիկ կարող են անել եւ դրանով ինչ որ կերպ իրենց վիճակը կբարելավեն 65 եւ ավելի տարեկանները։ Բոլորը իրենց տներում ունեն պատ, ունեն հատակ, առաստաղել ունեն, առաստաղը մեզ պետք չի, առաստաղը մեկ նայելու համար է։ Երբ իրենք կանգնեն հենված պատին, 5 կետ պետքա կպնի պատին։ Մեծահասակների 90%-ը չի կարող դա անել։ Երիտասարդներից էլ շատ-շատերը էլի չեն կարող։ Պարզապես, երբ հենված պատին ամբողջությամբ, ամբողջ մարմնով, պարզապես հիշեք 4 թիվը եւ 7 թիվը։ Շնչում եք 4 հաշիվ, ես շնչում եմ Պահում եմ 4 հաշիվ թթվածինը ներսում, որպեսզի ստրեսներից, վատ սննդից, վատ կյանքից առաջացած բացասական էներգետիկան լցվի այդ 4 վայրկյանում ներս մտած թթվածնի վրա եւ 7 վայրկյան հաշվով արտաշունչ, որը ես կկատարեմ հիմա ամբողջ մասով, որպեսզի ավելի մատչելի լինի իհարկե շատ Գինա դա հատվածաբար 7 վայրկյան արտաշնչեն թե մեկ ամբողջ Ես հիմա կկատարեմ դուք ինչպես նաև դիտողը թող հասկանա շնչում եմ արտաշնչում եմ եւ ընդամենը 4 վայրկյան պահում եմ շնչում եմ Եվ ինչքան երկար լինում է արտաշունչը, այդքան մեծ հնարավորություն է ստեղծվում թոքերում ալվեոլների հետ կատարել այն վարժությունը, որ փոքրիկ երեխաները երբեմն անգիտակցաբար կատարում են։ Փուչիկ են փչում։ Փչում են, վերցնում են, այսպես պահում են, փուչիկը արագ կերպով հանգում է։ Եթե ձեր թոքերում փոքրիկ փուչիկներ կան, որոնք ալվեոլ են կոչվում, Եթե դուք պարզապես դրանք մուտք անեք թթվածին, որը կգնա այնտեղ, ձեր ներսից դուրս բերելով 7 վայրկյանաչափ, դուրս բերելով բացասական էներգետիկան, երևի ես մանուկ հասակի 4 տարեկանից գրագետ եմ եղել։ Իմ մեծ քույրերի դասագրքերը պահում էի, որպեսզի իրանք անգիրը ճիշտ ասեն։ Եվ հասարակ բան է, բայց այդ նույնպես հիշեցնեմ։ Երբ խորը շունչ ես կատարում, Ես շատ սիրում էի, երբ արդեն հեռուստացույց գոյություն ուներ եւ այն ժամանակ արգելված բաներ էին մարտաֆիլմերի ցուցադրումները, բայց ես գողեգող նայում էի, սիրում էի մարտաֆիլմերը, հատկապես այն պահին, երբ մարդը իր էներգիան հավաքում է այսպես Այդ երևույթը ինձ այդ փոքր տարիքից անգամ հուշեց, որ կա մի բան, որ մարդիկ չեն հասկանում, որ հարկավոր է խորը շնչել եւ արտաշնչել։ Ինչու երբ մարդը զայրանում է, կապիկները նույնպես, չէ, երբեմն շնչպահում է, ձգվում է, մի հատ հավաքվում են ու սկսում են հարվածել իրենց կրծքին, ինչու որ դուրս թռնի այդ զայրույթը, այդ կատաղությունը եւ իրանք արդեն ավելի լավ կողնորոշվեն։ Հիշեք մի փոքրիկ երևույթ, այսպես Բացատրեմ, եթե կարելի է, ես ցույց եմ տալիս իմ ձեռքով։ Մարդ արարածը ավտոմեքենայի կրկնօրինակը իրանից են վերցրել։ Մենք ունենք վերջույթներ, մեքենան ունի թափանիվներ։ Մենք ունենք մոտոր, սիրտ։ Մենք ունենք բենզինի լցակայան։ Մենք այդ բոլորը ունեցել ենք մեր ծնվելուց անմիջապես առաջ եւ հետո։ Երբ երեխան
թթվածնային քաղցով ա ծնվում։ Ես 1000 անգամ ներողություն եմ խնդրում այն մայրերին, ովքեր հիմա կասեն, ախ իմ երեխան, այդ երեխաները թթվածնային քաղցով ծնված ի վիճակի են լինում որոշակի աշխատանքների շնորհիվ դասվել նորմալ մարդկանց շարքը։ Առողջանալ եկեք ասենք։ Կենթանի փորձը ունեմ։ Տիկին Այդա, մի բան կիսատ մնաց ձեր մտքից, որ դուք ասում եք մարդը ցանկացած տարիքում, եթե կանոնի պատ կարող է կանգնել, քանի որ կետերը պետք է կպնեին, պատին կարողանային։ Կրունկի հատվածը, ձկնամկանի հատվածը, Որն է ձկնամկանը։ ձկնամկանը սրունքի մոտ գտնվող Մեծ մկանը։ մեծ մկանը սրունքի։ Ներողություն, հետույքամասը, պարտադիր, թիակների մասը եւ գլխի այս հատվածը։ Երբ դրանք պատին չի կպնում, դուք հասկացեք, որ խնդիր միտեղ ունեք։ շեղում կա։ Դրա համար այդ ընթացքում պարզապես բարձրացնում եք խորը վերև ձեռքը շնչելով եւ արտաշնչելով իջեցնում եք 90 աշճան ձեռքերը, կպցնում եք պատին եւ կքանիստ եք անում պատին սեղմված ինչքան հնարավորություն ունեք։ Առաջին փորձերը կլինեն անհաջող։ Ես ձեզ չեմ խոստանում, գարանտիա կա, որ երկրորդ, երրորդ նույնպես փորձերը կլինեն դժվար։ Ես ցավում եմ, որ այս հաղորդաշարը միայն մեծահասակների համար է։ Չէ, բոլորն էլ նայում են, բոլորը նայում են։ Եվ այսպես ասեմ, ես չեմ ռեկլամում մեծ առողջության կենտրոն Տիգրան մեծ պոլիկլինիկան, որը հիմա առողջության կենտրոնն է։ Ինչու? Որովհետև այնտեղ այնքան շատ աշխատանքներ ա տարվում, այնպիսի հնարավորություններ ա ձեռք բերվում, այսպես նույնիսկ սեփական գումարից ես կարող եմ, ես ինքս էլ եւ իմ ղեկավարն էլ, ես նկատել եմ դա։ Երբեմն նախարարությունը չի կարող այդքանը հասցնել, դա արվում է սեփական ուժերով։ Անում ենք, որպեսզի աշխատանքը լինի որակյալ։ Պետք է նշել, որ եթե ղեկավարը լինում է գրագետ, հասկացող, նաև աշխատողը լինում է գրագետ, բնականաբար Այո, իհարկե, այդ բոլորս գիտենք։ Ես ճիշտ եմ հասկանում, որ նաև բուժական ֆիզկուլտուրայի սկզբունքները, մարմնի, այս ամենը ավելի, ասենք, զարգացած հիմքերը արևելքում են, որովհետև վարժությունները, թեկուզ ճապոնական, չինական յոգան, այդ ամենը մի ընդհանուր մի բան ունեն, թե դա համընդհանուր է, համամարտկային է։ Ցավում եմ, որ դա այդպես է, որտեվ հայերը նույնպես շատ հին պատմության դարերում որ փնտրեք, եթե փնտրեք ժամանակ գտնեք, անպայման կգտնեք, որ այն ժամանակ նույնպես երեխաների համար հատուկ եղել են սարքեր, որ երեխան, տեսեք, ձերքի մատերը, ես ուզում եի դա ցույց տալ, կներեք, ես այստեղ կանեմ, դուք, չգիտեմ, երևում է թե չի երևում ձեզ։ Երևում է։ Մարդու մարմինը ավտոմեքենայի հետ հենց այնպես շամնատեցին։ Նայեք, մեր մարմինը, մեր ձերքի վրա, չգիտեմ, դա Աստված պապիկն է հորինել այդ հնարավորությունը, որ մարդը ունենա ձերքի վրա մեքենան, երբ կանգ առնում, վարորդը նայում է շիթոքին, որի վրա նշված է, որ մեջը բենզին չկա, նա չի իջնում մատը մտցնի բակի մեջ, տեսնի, վայ Մեր ափը, մեր ափը մեր արտահայտված մասն է, ինչպես նաև մեր ականջի խեցին էմբրիոնի կառուցվածքն է մեր։ Հիմա նայեք, եթե այս երկու մատերը երևում է, չգիտեմ իմ մատերը թե ոչ, սրանք քայլելու համար են։ Ուրեմն սրանք երկուսը բռնելու համար են։ Սա ներողություն մեր գլուխն է, որը երբեմն մարդն ասում է, այս սենց գլուխ ունի, չէ, կամ այսպիսի առողջություն, գլուխն է, դա մեր գլուխն է։ Եվ այն, որ մարդու արտաքին դիմացի մասը, եթե ես երբևէ ցիստիտի կամ ասենք ինչ որ մի ավելի այս մասի հետ կապված կանացի ինչ որ հարցի, միզասեռական համակարգի, ուզենամ ինչ որ մի բան հասկանամ, ես դա ուսումնասիրում եմ այստեղից։ Եվ եթե դա հիմարոյ է, թութք, կամ ասենք ողնաշարի հետ կապված, կամ երիկամների հետ կապված երևույթ է, ես դա այստեղ եմ փնտրում, այստեղ եմ գտնում այն
կետերը, որոնք ինձ կօգնեն, որ ես լոբու հատիկը տեղադրեմ, որ մարդը կարողանա երիկամի հետ կապված հարցերը ոչ միայն բժշկի օգնությունը ստանա, այլ նաև իր սեփական հնարավորությունները օգտագործի։ Ես ցավում եմ, որ նման հարց առաջացավ, բայց ասեմ, այդ հարցը հայկական հին պատմության մեջ եղել են մականախաղեր, եղել են ֆուտբոլի նման երևույթներ, մենք բոլորս դրան անտեղյակ ենք մնացել։ Գուցե ես ինքս երկար տարիներ եղել եմ Կուսկոմիտեի առաջին մարդ, եղել եմ կոմունիստ, բայց զգում եմ, որ անտեսել եկեղեցին, անտեսել հնությունը, պատմությունը չի կարելի։ Կառուցիր քո նորը հնից վերցնելով լավագույնը։ Այդ որ մի ճարտարապետն է փախչող հողերի վրա շենք կառուցում, ոչ մեկը, եթե նա իսկական ճարտարապետ է։ Հրաշալի է ասված։ Տիկին Այդա, եւ մեկ էլ մի բան, եթե ամփոփելով առողջ երկարակեցության համար մարդուն ինչ է անհրաժեշտ ֆիզիկական, այսինքն առողջ մարմին, բայց նաեւ հաշվի առնելով հոգեկան վիճակը, այսպես առողջ հոգեսոմատիկան, ձեր փորձառությունն էլ տարիների տասնամյակներին ինչ է ցույց տալիս առողջ երկարակեցության բաղադրիչները եւ ինչպես հասնել դրան։ Շատ շնորհակալ եմ նման հարցի համար, բայց դա այնքան տարածուն հարց է։ Դե ասացի, որ հնարավորինս համառոտ։ Իմ փորձից ես այսպես սկսեցի, որպեսզի ձեզ հասանելի լինի, որ այն երկաթը, որ ճիշտ չի ծեծվում, նրանից հին ժամանակ թուր չէին պատրաստում։ Ծեծվում է, փորձվում է, ամրացվում է ամենը։ Եթե դուք երեխային բամբակների մեջ պահեք, նա երբեք, գիտեք, այնպիսի մի լավ խոսք կա, ասում են բանջարանոցային դաստիարակությունը ապրանք Գերխնամքը եւ խնամքը Գեր սովորեցրեք երեխային։ Ես շատ ծանոթ մարդիկ ունեմ, որ մեծահարուստ մարդիկ են, բայց իրանց երեխային այսօր, վաղը եւ մյուս օր հասկացում են, որ այդ բոլորը ինչ ես ստեղծել եմ, քրտինքով եմ ստեղծել, ստեղծի ինքդ քո համար քո քրտինքով, կարող եմ օգնել, կօգնեմ, ոչ, դրանք բոլորը քեզ համար չի, դու ինքդ ստեղծի, քո ճանապարհը հարթիր, դու ինքդ ես ստեղծում այդ ամենը, ավելի խելացի ես լինում եւ ավելի ոչ մի շռայլող, ոչ մի խափեփա, ոչ մի գախնի վատ բաներ անող գումար կուտակող մարդ չի վայելում իր այդ ունեցածը։ Ինքը վայելի իր երեխան չի կարողանա, որտեղ դա ժամանակավոր բան է։ Ես շատ կուզենայի, որ սա այս հաղորդումը լիներ ժամանակ առ ժամանակ, որտեղ ես ասելու բան շատ ունեմ։ Գիտեմ, Տիկին Այդա, ես էլ եմ ափսոսում, որ ժամանակը քիչ է։ Մեր ժամանակը, որը քիչ է, մեր եթերը բավականին սեղմ է եւ պարզապես կասեմ, ապրեք ապրելու համար, ոչ դեղեր խմելու համար։ Ապրեք ինքներդ ձեզ նեղություն տալով։ Ջահելներին հանգիստ թողեք։ Նրանք այնքան հոգսեր ունեն, նրանք այնքան կարիքներ ունեն։ Եթե կարող եք օգնել, խնդրեմ։ Իմ հարցը, որ ասում է նկուղից բան պիտի բերվի, մինչև ինքը կմտածի, ես արդեն նկուղից բերում եմ տվյալ, ջղայնանում ասում, մամա, ես քեզ չէի ասել, բայց ես գնացի վերեցի։ Ես այս տարիքում աշխատանքից հոգնած գնում եմ տուն, երբեմն քաղցած։ Ինքնաբավ եք։ Բայց մինչև դուրնից ներս մտնելը ես այգի ունեմ։ Ճիշտ է, դա խնամված, շատ խնամված այգի չի, բայց այնտեղ տարվա բոլոր եղանակներին ես ունեմ ծաղկող ծաղիկ։ Եվ չեմ մնացել թասով վաճառվող ելակներին կամ փայլեցրած թույնը ներս քաշած խնձորին։ Երբ ես խնձորը գնում եմ, ես անպայման վերցնում եմ փոշոտը։ Որթոտը։ Որպեսզի այսպես արած չլինի, որ այն թույները, որ սրսկվել է, դե հիմա մի հոգի ինձ լավություն անելու համար ես ասեցի մի հատ բացատրեմ ձեզ։ Հեքիաթը վերջանալուց հետո երկնքից ինչ է անգնում։ 3 խնձոր։ Թագավորը, որ մեռնելու վրա է լինում, ասում է գնացեք բերեք անմահական ջուր, որ ես կենթանանամ։ Դա խնձորի քացախն է։ Ես խնձորի քացախով եմ ապրել եւ սոդայով եմ ապրում, կերակրի սոդայով։
մաքրում եմ օրգանիզմը։ Ես կորոնայով հիվանդացած մարդկանց հետ աշխատեցի եւ չվարակվեցի ոչ միայն նրա համար, որ ստացել էի կամ չէի ստացել կորոնայի սիճուկը, այլ նրա համար, որտեղ իմ իմունիտետը ես ամեն տարի բարձրացնում եմ։ Ամեն օր, երբ ես մեկն ու մեկին մի լավ բան եմ անում, իմ թոշակից ես վճարում եմ այն երեխայի համար, ով փող չունի, որ վճարը կատարի, որ գա ողնաշարը շտկելու։ Ինչ անենք, չունի, ոչինչ, Աստված ինձ կտա, հաջորդ օրը ես իմ կյանքը ավելի լավ եմ տեսնում։ Տիկին այդա հրաշալի բաների մասին եք խոսում, բայց ավաղ մեր ժամկետը այո, տիեզերական կանոնների, որոնք որ աշխատում են ու արդեն մարդը կյանքի փորձի հետ դա արդեն հասկանում է, որ այո, ամեն ինչ բալանսի մեջ է ու ամեն ինչ ոչ պատահական։ Շնորհակալ եմ, որ եկաք ձեր թանկագին ժամանակի համար եւ հետաքրքիր ու շատ տարբերվող զրույցի համար։ Ձեզ ասեմ։ Եվ ընդամենը վերջին եւ ամենակարևոր խոսքը։ Յուրաքանչյուր քաղաքում Օֆելիա կարողա լինի, Տիկին Այդա չէ, Այդա կարողա լինի, շատ, նույնիսկ Վերդինը Այդայի մասին գրել, բայց հիշեք, տիեզերական անեզր տարածության մեջ, հսկայական տարածության, միայն դուք եք, որ ունեք այդ երեխան, միայն դուք եք, որ ամուսնացել եք այս մարդու հետ, միայն դուք եք, եւ եթե այդպես է, մի վնասեք, Տիրոջ ստեղծած այդ միակին, պահեք, փայփայեք, մի նստեք դիվանի վրա, մի նստեք սերիալ նայելու միայն, ես էլ եմ նայում սերիալից առաջ ու հետո ես այնքան եմ աշխատում, որ այդ մի 40 րոպեն կարող է եւ 50, չգիտեմ, համենայն դեպս եղեք ձեր ազգանունի տերը, եղեք ձեր ազգի կառուցողը, խորհուրդ տվեք ջահելին, ոչ թե պարտադրեք, կարող եք օգնել, Աստված ձեզ հետ, չեք կարող օգնել, մի խանգարեք։ Գոնե խաղաղությունը, շնորհակալ եմ։ Եվ հաճախեք պոլիկլինիկաները, շատ տեղերում կան բուժական ֆիզկուլտուրայի կաբինետներ, գուցե ինչ-որ միտեղ մի քիչ լավ, ինչ-որ միտեղ մի քիչ վատը, բայց եթե չունեք ոչ մեկը, պարզապես հիշեք երեխա ժամանակ ոնց էիք շկաֆի վրայից թռնում գետնին, կամ ինչպես էիք թղթից գնդակ սարքում ֆուտբոլ տշում։ Գնացեք արեք այդ բոլորը եւ Աստված ձեզ հետ։ Ապրեք, շնորհակալություն։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի abradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։